10 օր է ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Արման Լազգեյանի բուժման կուրսը Գերմանիայում դադարեցված է։ Նախապես կլինիկայի հաշվեհամարին փոխանցված 39,000 եվրոյի դիմաց բուժում իրականացվել է։ Այժմ կրկին գումար է անհրաժեշտ։ Հայրենիքից մենք չունենք ոչ մի բան ուզելու, բայց իմ համար արդեն հարց առաջանում։ Պետությունը չունի իմ զինվորի համար ոչ մի բան անելու։ Մոտ 50 օր Էրեբունի բժշկական կենտրոնում բուժվող 19-ամյա զինվորին Գերմանիայի էին տեղափոխել մայիսի 26-ին։ Ըստ տղայի հոր, գերմանացի բժիշկները հիացած էին հայ գործընկերների կատարած աշխատանքով, սակայն այստեղ եւ գերմանական կլինիկայում տարվող բուժումն անհամեմատելի են։ Այն, որ մեր բժիշկները արտակարգ են, դա չի նշանակում, որ մեր տեխնոլոգիաները եւ դեղորայքներն են արտակարգ։ Արմանի մոտ առաջացած պարկելախոցը 1 ամսից ավելի այստեղ փորձել են բուժել, բայց այն ավելի է զարգացել, իսկ Գերմանիայում մի քանի օրում գրանցվել է դրական դինամիկա։ Կատարվել են նաև ողնուղեղի հետազոտություններ։ Փոփոխություն առայժմ չկա վերջույթների շարժման առումով։ Արմանի հետագա բուժման համար անհրաժեշտ է լինելու ամսական 30,000 եվրո գումար։ Գերմանացի բժիշկները նշել են, որ եւս 2 ամիս երիտասարդը պետք է բուժվի։ Անհրաժեշտ լինի ցողունային բջիջների ներարկման միջոցով շարժունակությունը վերականան, ապա այդ իմ ասած գումարը երևի մոտ 60,000 եվրո կավելանա։ Միքայելն ամեն օր զրուցում է որդու հետ, մինչև կրկին կգնա նրա մոտ։ Արմանը թեև գիտի, որ բուժումը երկար է տևելու, բայց արդեն ծրագրեր ունի։ Զինվորի հայրը մոտ 1 շաբաթ առաջ դիմել է Սերժ Սարգսյանին բոլոր պատկան կառույցներին աջակցման համար։ Պատասխան մինչ այս պահը դեռ չկա։ Նա վաճառքի է հանել նաև բնակարանը։ Արմանի հորեղբայրը նույնպես, սակայն տան դիմաց կանխիկ գումար տվող դեռևս չի գտնվել։